Մենք պետք է դե յուրե արձանագրենք, որ այսօր ազգային ժողովը չի վավերացրել այն համաձայնագիրը, որը դրվել է քվեարկության։ Ինչու՞։ Որովհետև քվեարկության արդյունքները ազգային ժողովի կանոնակարգի 24-րդ հոդվածի համաձայն հաշվիչ հանձնաժողովը պետք է հաստատեր իր նիստում։ Հաշվիչ հանձնաժողովի նիստում որոշումները կայացնում են ձայների մեծամասնությամբ, հանձնաժողովի բոլոր անդամների ձայների մեծամասնությամբ։ Սա կանոնակարգում հստակ արձանագրված է։ Հիմա հաշվիչ հանձնաժողովը բաղկացած է 7 հոգուց։ 7 հոգուց 4-ը չեն մասնակցել հանձնաժողովի որևէ նիստի եւ որևէ գործընթացի։ Այսինքն մենք չունենք քվեարկության արդյունքներ, մենք չունենք վավերացման մասին որոշում։ Փաշինյան, իսկ որ քարտերը տարել են, դա խնդիր կառաջացնի Զարուհի Փոստանջյանը։ Գիտեք, հանրապետական խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը տարել է իմ քարտը եւ Ռուբեն Հակոբյանի քարտը, այնպես որ Աղաբաբյանը ինչու։ Չգիտեմ ինչու։ Պատասխան Որտեւ ի կարծում եմ ինքն էլ է դեմ համաձայնագրի վավերացմանը, այդ պատճառով մեր քարտը տարել է, որ մենք հանկարծ դավաճանաբար կողմ չքվեարկենք։ Փաշինյան մի հարց էլ, իսկ հայտարարությամբ համատեղ հանդես գալու է կամ համատեղ ասուլիսով։ Գիտեք, այն ինչ վերաբերվում է կոլեգիալ որոշումներին, ես թույլ տվեք որևէ բան չասեմ, կքննարկվի, կորոշվի դրանից հետո։ Իսկ հիմա գնում եք մասնակցել։ Համ հիմա մի հատ դուրս գամ։ Պարոն Փաշինյան, ինչ իրավական գործընթացներ կարող են հաջորդել։ Տեսեք, եթե մենք չունենք վավերացված համաձայնագիր, եթե որևէ մեկ առանց վավերացման համաձայնագրի ուրեմն կփոխանցի Հայաստանի Հանրապետության որևէ գույք, որևէ ուրիշ երկրի, դա կլինի ավելի ծանրացուցիչ քրեական հանցագործություն, քան այդ համաձայնագրի ստորագրումը ինքը։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը, հայ հանրությունը, Ռուսաստանը, Հայաստանը, միջազգային հանրությունը պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում նման համաձայնագիր չի վավերացվում։